2025 թվականը շրջակա միջավայրի նախարարության համար նշանավորվեց համակարգային փոփոխություններով միջազգային հարթակում Հայաստանի դերի էական ուժեղացմամբ։ Ամբողջ տարին իրականացվել է խստացված վերահսկողություն։ Ամփոփիչ մամուլի ասուլիսում նախարար Համբարձում Աթևոսյանը ներկայացրեց իրականացված աշխատանքների ամբողջական պատկերը։ Սկսած Սևանալճի ափամերձ տարածքներից մինչև 2026-ին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներ։ Սևան ապօրինությունների դեմ ամենաակտիվ տարիներից մեկը։ Սևան ազգային պարկում ապօրինությունների դեմ պայքարը 2025-ին աննախադեպ ակտիվ էր։ 2021-ից 25 թվականներին ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից միայն 61-ը 2025 թվականին, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարվա համեմատ։ Միևնույն ժամանակ 2020-ից 25 թվականների ընթացքում լուծարվել է 143 պայմանագիր ընդհանուր 251 հեկտար տարածքով, որոնցից 33-ը 2025 թվականին։ Պետությանն է վերադարձվել 79 հեկտար տարածք։ Եվ Սևան ազգային պարկի տարածքների հետ վերադարձնելու հարցում սերտ համագործակցում են գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության եւ թիմ գործընկերների հետ։ Սևանի կենսապաշարի վերականգնում թվերը խոսում են։ Սևանալճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ պետբյուջեի ֆինանսավորմամբ 2025 թվականին լիճաբաց թողնվել ամառային եւ գեղարքունի ենթատեսակների 836,000 իշխանի մանրածուկ, նախատեսված 500,000-ի փոխարեն։ Համեմատության համար նշվեց, որ 2024-ին այդ թիվը կազմել էր 390,000։ Բացի այդ, Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման նպատակով հավաքագրվել է 3000 հատ ծնողական կազմ, որից ստացված մանրածուկը նախատեսվում է լիճբաց թողնել 2027 թվականին։ Նախարարն այդ գործընթացը որակեց աննախադեպ։ Առաջին անգամ գետային էկոհամակարգերում արժեքավոր ձկնատեսակների վերարտադրության համար հավաքագրվել է կարմրախայտի 2500 հատ ծնողական կազմ, արհեստական վերարտադրությամբ ստացվել է 80,000 հատ մանրածուկ, որից 50,000 հատը նախատեսվում է 2026 թվականին բաց թողնել Ձորագետի վերին հոսանքներում։ 2025-ին արդեն շարունակվել է անհետացած համարվող ազնվացեղ եղջերուների վերադարձը բնություն, բաց է թողնվել 9 առանձնյակ եւ արդեն արձանագրվել է առաջին ձագի ծնունդը։ Հաջողությամբ այս ծրագրերը շարունակելու պարագայում մենք նման դեպքեր ավելի շատ կարձանագրենք եւ վայրի կենդանիները հատկապես ծմբերային շրջաններում հնարավոր է մոտենան բնակավայրերին եւ հուսամ առաջիկայում սա մեր համար կդառնա սովորական երևույթ։ Ջրային ռեսուրսներ, խնայողություն եւ խստացում։ Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում եւս 2025 թվականին իրականացվել է խիստ վերահսկողություն։ Դեկտեմբերին Արարատյան դաշտում վերականգնված ստորգետնյա ռեսուրսների ծավալը սահմանվել է տարեկան 926 միլիոն խորանարդ մետր, նախատեսված 1.1 միլիարդ խորանարդ մետրի փոխարեն։ Գործող կանոնակարգերի համաձայն հաջորդ 18 ամիսների ընթացքում ստորգետնյա ջրերի օգտագործումը կկրճատվի 36.5%-ով։ 2025-ին փակվել է 8 արտադրական հորատանցք, եւս 25-ը կոնսերվացվել է, տարեկան խնայելով 34.5 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչը վերջին 5 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Օրենսդրական կարգավորման արդյունքում պետական արգելոցների տարածքներից ջրօգտագործման թույլատրությունների տրամադրումը կիրականացվի բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի օգտագործումը կենսական անհրաժեշտություն է հանդիսանում խմելու կենցաղային կամ ոռոգման համար եւ երբ այլընտրանքային ջրային աղբյուրներ տվյալ տարածքում առկա չեն։ 2026 թվականի հուլիսի 1-ից կկիրառվի նոր պահանջ, կեղտաջրերը չեն կարող թափվել կենտրոնացված մաքրման համակարգեր առանց նախնական մաքրման։ Օդ, թափոններ եւ թվայնացում։ Երևանում օդի որակի մոնիթորինգի համակարգը նույնպես կուժեղացվի Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կտեղադրվի եւս 6 դիտակայան։ 2025-ից 30 թվականների համար հաստատվել է մթնոլորտային օդի պահպանության համալիր ծրագիր։ Թափոնների կառավարման ոլորտում 2027 թվականի հունվարի 1-ից կսահմանափակվի պոլիէթիլենային տոպրակների եւ մեկանգամյա պլաստիկ ապրանքների օգտագործումը։ Նախարարության ծառայությունների թվայնացումը եւս առաջընթաց է գրանցել։ 29 թույլ տվական փաստաթղթերից 24-ն արդեն տրամադրվում է էլեկտրոնային եղանակով։ Սեպտեմբերի 1-ից ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ 24/7 ռեժիմով գործում է փաստացի ջրօգտագործման առցանց հաշվառման հարթակը, որին արտենից միացված են Հանրապետության 3200 ջրի կետից 1463-ը եւ էկոլոգիական թողքի 6 կետ։ Էկոպարեկային ծառայություն եւ վերահսկողություն։
2025-ին էկոպարեկային ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից արձանագրվել է 903 իրավախախտում, կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցումը կազմել է 523 միլիոն դրամ, տուգանքները 14.3 միլիոն դրամ։ Եվ երբ ամբողջությամբ համալրված կլինի էկոպարեկային ծառայությունը, որ տարիների աշխատանք կլինի, եւ տեխնիկապես, եւ մասնագետներով, եւ վերապատրաստումներով հագեցված ծառայություն կունենանք, այդ ժամանակ կարող եմ վստահ նշել, որ մեր անտառները կլինեն շատ ավելի պաշտպանված։ Սյունիք, Շիկահող եւ սահմանային հարցեր։ Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձավ նաև Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցի շուրջ մտահոգություններին, նշելով, որ հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ սահմանազատումից հետո։ Երբ կհավարտվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները եւ սահմանազատում իրականացված կլինի առնվազն տվյալ հատվածում, մենք հնարավորություն կունենանք ամբողջական պատկերը վերհանելու, քննարկումներ կազմակերպելու եւ ես հուսամ արդեն խաղաղության պայմաններում մենք հնարավորություն կունենանք հարևան երկրի հետ իրականացնել նաեւ անտառպատման աշխատանքներ հենց սահմանամերձ հատվածներում։ COP17 Հայաստանը կենսաբազմազանության միջազգային կենտրոնում։ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանում կանցկացվի COP17 համաժողովը։ Միջոցառման մասին տեղեկացվել են բոլոր 196 անդամ երկրները, այդ թվում Ադրբեջանը։ Հրավիրող կողմերն են Հայաստանը եւ ՄԱԿ-ը, պաշտոնական հրավերները կուղարկվեն առաջիկայում։ COP17-ը կանցկացվի երկու հիմնական հաղթանակներում, առաջինը Կապույտ զոնայում կամ Բլու զոնը, որը տեղակայվելու է Մերիդիան Էքսպո կենտրոնում։ Այս հարտակում են տեղի ունենալու երկրների պաշտոնական պատվիրակությունների միջև բանակցությունները, ստորագրվելու են փաստաթղթեր, անցկացվելու են բարձր մակարդակի քննարկումներ։ Կառավարության որոշմամբ այս տարածքի վերանորոգման, կառուցման եւ բարեկարգման համար հատկացվել է 5 միլիարդ 775 միլիոն դրամ։ Երկրորդ հիմնական հարտակը կանաչ գոտին կամ Green Zone-ը կտեղակայվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզի համարկային համալիրում։ Այստեղ կհավաքվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, երիտասարդական եւ գիտական համայնքը, միջազգային կազմակերպությունները, ինչպես նաեւ մասնավոր հատվածի գործընկերները։ Համբարձում Աթևոսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել նաեւ Ադրբեջանի պատվիրակությանը։ Նա ընդգծեց, որ COP17-ի հյուրընկալումը Հայաստանը դարձնում է կենսաբազմազանության միջազգային օրակարգի ակտիվ դերակատար, համահունչ Կունմին Մոնրեալի գլոբալ շրջանակի նպատակներին։ COP17-ի պաշտոնական տարբերանշանի հիմքում ընտրվել է Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ Կարմիր գրքյան էնդեմիկ տեսակ Երևանյան կապտաթիթեռը։ Կարգախոսն է գործելով հանուն բնության։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։